Հարկնեժդեհին այն մարդիկ ովքեր նոր են միանում իմ մեջին կամ առաջին անգամ են իմ եթերը նայում, նրանց մոտ տպավորություն է դառնում, որ ես նախկինների ճամբարից եմ, որովհետև ներկաները ամենօրյա ռեժիմով քանդում են Հայաստանը, ես թուրք հապատակությամբ, ես ավելի շատ խոսում եմ ներկաների վայրագությունից եւ երբեմն կան եթերներ, որտեղ չեմ խոսում, չեմ հասցնում խոսել նախկինների սկսնակփյուր լինելու կամ նույն ռեժիմի ծառայելու եւ Նիկոլ ծնելու, այսինքն գործընթացը հասնել Հայաստանի կործանման այն աստիճանի, որտեղ արդեն Նիկոլ է անհրաժեշտ, որ ինքը գա սև գործը վերջացնի, էլի։ Երբեմն ժամանակը չի ներում կամ նյութը այդպեսին չի լինում, որ ես խոսեմ եւ այն նորով ով միանում է իմ էջին եւ ունկնդրում է եւ իրեն թվում է թե ես նախկինների ճամբարից եմ։ Ոչ, ինձ համար նախկինները եւ ներկաները բոլորը նախկին են, բոլորը Պուտինյան ռեժիմի ծառաներն են։ Ես որպեսզի հստակ պատկերացնեք իմ տեսակետը նախկինների վերաբերյալ, ես մի օրինակ բերեմ, մի դրվագ բերեմ Պուտինի եւ ասածների եւ վարքագծի եւ սրանց վարքագծի մասին։ Օրինակ բոլորս գիտենք, որ Լևոնից սկսած մինչև Նիկոլ, այսինքն Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ։ Հիմա այս պահին Նիկոլին թողնենք, ասենք Լևոն, Ռոբերտ, Սերժիկ։ Բոլորը ձևավորվել են KGB-ի ջանքերով։ Լևոնը ինքն արդեն իսկ KGB-ի ավագ լեյտենանտ է եղել, այդ մասին խոսվել է, ասվել է, արդեն գիտենք ինչպես է հայտնվել Ղարաբաղ կոմիտեում եւ ինչպես եղավ, որ ինքը դարձավ լիդեր։ Բայց բուն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրվելը, այսինքն նշանակվելը, չեն ընտրվել իրենք եւ վերարտադրվելը, դա բացառապես Պուտինի կամքով է եղել։ Հոկտեմբերի 27-ին Պուտինը ամրացրեց Քոչարյան Ռոբերտի դիրքերը, հոկտեմբերի 27 կազմակերպելով։ Մարտի 1 կազմակերպելով իշխանությունը փոխանցեց Սերժին եւ ամրացրեց Սերժի դիրքերը։ Այս երկուսին, որ հաստատ ինքն է, դե Լևոնի ժամանակ չկար ինքը, չէր հասցնի, բայց ռեժիմը, իրենց համակարգը Լևոնին էլ էր այդպես բերել։ Հիմա, երբ որ Պուտինը հայտարարում է, որ Արցախը, այսինքն Արցախ չի ասում, Ղարաբաղը եւ նրա շրջակա շրջանները եղել եւ մնում են Ադրբեջանի անբաժանելի մաս, այս Պուտինի հապատակները լռում են։ Պուտինին գովերքում են, բայց որ ասպես բայս ինչ է ասում քո սիրելի Պուտինը, լռ չեն հասկանում եք, ոսոր Արցանին հարց տաս, քարանում են։ Եվ սրան նաեւ զուգահեռ Պուտինը մեղադրում է, չէ՞, ասում է, «Իսկի Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը»։ Հələ էլ չասեմ, որ Արցախը չէր ճանաչել որպես Հայաստան։ Հայաստանի ոչ մի իշխանություն Արցախը անկախ չի ճանաչել կամ Հայաստան չի ճանաչել, դա Պուտինի խոսքերն է, չէ՞։ Հիմա գալիս ենք Պուտինին։ Տղա, այդ իշխանությունը դու ես ձևավորել Հայաստանում։ Լավ, Լևոնը չէր ճանաչել, քո ձեռքով չես Լևոնին բերել իշխանության, քո ձեռքով էլ չես հեռացրել։ Լավ, Սերժիկին դու հոկտեմբերի 27-ով պահեցիր նախագահ Ռոբերտին, հետո երկրորդ անգամ անցկացրիր, հետո Սերժիկին բերեցիր մարտի 1-ով։ Եթե դու իսկապես այդպես մտահոգ էիր Հայաստանի կամ Արցախի մասին, թող այդ տղերքին ասեր, արա բան արեք հələ, դու Արցախը հələ բան արեք, անկախ ճանաչեք կամ բերեք կպցրեք Հայաստանին։ Ինչու չէիք ասում։ Օրինակ, կարող էր, չէ՞, ասենք, եթե դու իրոք մտահոգ էիր։ Քո բերած տղերքն էին, քո պահած բալեկն էին, Պուտին։ Օրինակի համար եմ ասում, չէ՞։ Բայց ինքը ընդհակառակը այդ մարդկանց բերել էր, որ հանգարց բոլշևիկյան Ռուսաստանի այդ վարչական որոշումները չփոխվեր։ Բերել էր դրանց դրել ասել Արցախը հանգարց անկախ չճանաչեք, ոչ էլ Հայաստանի մաս։ Այդ Պուտինի պարտադրանքով իրենք չեն ճանաչել։ Բայց Պուտինն ասում է, «Իսկի հայերը չէին ճանաչում»։ Տղա, դու բերել ես այն մարդկանց իշխանության, որոնք պետք է անեն քո ցանկությունը։ Ու այսքանից հետո նորից Ռոբերտն ու Սերժիկը լռում են։ Ոնց կարող են ասեն Պուտին, ախրի դու մեզ բերեցիր, ասեցիր, պետք է այս գործը սենց գնա, մենք էլ այդպես արել ենք։ Այսինքն Պուտինը դրանց պահելով նաև հասկացրել է, որ երբ որ ես ձեզ կմեղադրեմ, իմ պարտադրմամբ եք դուք Արցախը անկախ չեք ճանաչել, ես եմ ասել, որ չճանաչեք անկախ, բայց ես ձեզ կքննադատեմ դրանով, կասեմ, բա ինչի՞ չէիք ճանաչում։ Չէ՞։ Ոնց որ հիմա Նիկոլի դեպքում, չէ՞։
Արդեն Նիկոլի ժամանակ ինքն արդեն ասեց, երբ որ ես ասում եմ Արցախն Ադրբեջան է, դու պետք է կրկնես տղա ջան։ Արդեն պետք է կրկնես։ Դու ասես Արցախն Ադրբեջան է եւ համապատասխան գործընթաց տանես։ Սա նախկինների մասով։ Հիմա գանք Նիկոլին։ Ճիվաղի վարքագիծը հասկանես գլխից մեծ բաներ է խոսում։ Արդեն ոչ թե Ստալինի տեղներ են դրել, արդեն Հյուսիսային Կորեայի տպավորություն է թողնում Հայաստանը։ Մարզի համալիրում հավաքում են մարդկանց, առաջի շարքում հատուկ sense տեսքով մարդիկ բերում շարում է, լուսանկարում են գունավոր, ասես բան Կորեայի հեսա բանը ղեկավարը պետք է խոսի Հյուսիսային։ Մի գծով, մի շարքով էսպես եւ ինքը այնտեղ մեծարգո նախագահ, մեծարգո ազգային ժողովի նախագահ Լակոտա խմբին մեծարգո է ասում։ Չգիտեմ պետական ծառայության եսիչներն ուզում է ասել, որ այդ համակարգը իրենցն է, չէ՞, բոլորը։ Ուզում է ասել բոլորի դեկել եմ զեկուցեմ, որ մենք մի բան ենք անում ասում են։ Մի քար ենք դնում, չգիտեմ պետության հիմքին մի լավ բան ենք անում, որը 1000 տարի պետք է արդյունավետություն ապահովի, 1000 տարի պետք է մնա։ Լսեք թիվի ասում 1000 տարի։ Հասարակ մի բան չէ, տես, ասենք Բայդենի ժամանակ Ուկրաինայի հանդեպ Ամերիկայի դիրքորոշումը ուրիշ էր, Թրամփի ժամանակ 5 տարի է, չէ՞ դրանց 5 տարին էր, 5 տարին եկավ։ Օրինակ։ Իսկ 10 տարի չի տևել, չէ՞ այդ արանքը։ Այս փոփոխություն է։ Այս մարդը ոչ ավել, ոչ պակաս 1000 տարվա գործողություն ան։ Ասենք Ուկրաինայից խոսենք, թողենք Ուկրաինայի թեման, ուղղակի ճիվաղի մանա ժողովրդի գլուխը արտուկելու, բանը իր այդ բանել, այդ ինքնավստահությունը։ Ուրեմն ոչ մի աշխարհակալ, ոչ մակեդոնացին, ոչ Չինգիզ խանը, ոչ Տիգրան մեծը 1000-ամյակներից չեն խոսել։ Մակեդոնացին երբեք իրեն թույլ չի տվել, որ ես անում եմ մի բան, դնում եմ մի բանի հիմք, որը պետք է 1000 տարվա կյանք ունենա։ Կարծեմ իր մայրցել 10-12 20 տարի չի ձգել այդ կասիրությունը մակեդոնական։ Չինգիզ խանը չդուել չի ձգել։ Տիգրան մեծին է նույնիսկ իր կենտանության օրոք փլուզվեց։ Մարդը հայտարարում է, որ ինքը 1000 տարվա գործ է անում։ Հələ չի վախ, դու քո ուսերը կդիմանա այս բանի։ Նման բան մենակ կարող էր, մեկ հայ կարող է այդպես բան ասի, դա Մեսրոպ Մաշտոցն է։ Մեսրոպ Մաշտոցը կարող է նման արտահայտություն անել։ Ինքը գրերի գյուտը երբ որ ավարտեց, ինքը կարող էր իրեն թույլ տալ, որ սա ոչ թե 1000, ոչ թե 5000, այլ հավերժ։ Միակ մարդը հայ, որ կարող է խոսել 1000-ամյակներից, դա Մեսրոպ Մաշտոցն է։ Ես չգիտեմ, Մեսրոպ Մաշտոցը նման արտահայտ, իրեն թույլ է տվել նման արտահայտություն անել, թե չէ։ Բայց ես որպես հայ մարդ համարում եմ, որ միակ մարդը, որ կարող է մեզ 1000-ամյակներ հայ պահել, հայ, որ մենք էլ այդ հայկական հողի համար կռիվ տանք, դա Մեսրոպ Մաշտոցն է եղել։ Նիկոլ, ով ես դու։ 5 հատ գուշ ուղարկեցիր Բաքու, կրթված եկել են ասում են, իմիջիալուց ասեմ այդ ղշերն էլ, դրանք ես զարմանում եմ դրանց ընտանիքի անդամները ոնց են փողոց դուրս գալու։ Գնացել են Բաքու, եկել են ասում են Ադրբեջանը, ասում են մենք պատերազմ բրծել ենք, մենք ոչ մեկից տարածքային պահանջ չունենք, վերջ, ամրոց։ Այդ պետական իրենց կառավարության արդյունքը Արևմտյան Ադրբեջան հիմնարկ են բացել, անձնագրեր են սարքել, աշխատավարձ են ստանում, գիտնականներ են ներգրավել, գործընթաց է գնում։ Ադրբեջան կառավարությունը մտնում է սայթերը, ուրիշ բան է։ Սրանք եկել են մեր գլուխը հարտուգում են։ Նիկոլի ուղարկած այդ ծիծեռնագեն ղուշեն, ինչ զահռումար են այդ 5 հոգին։ Այդ որ գնացին բան Ադրբեջան, ասում է, այն բանի ասած, չէ, տղերք, էլ առաջվա թուրքերը չեն սրանք, լրիվ ուրիշ թուրքեր են։ Արցախ խանգարում էր այդ հարաբերություններին։ Հա, հայկական Արցախն էր խանգարում։ Հələ դու տեսեք ինչ են անում, սա այստեղ համագումար է սարքում, ժողովրդին ուզում է ցույց տա, որ բոլոր կառույցները մեր հետ են, մենք ճիշտ բան ենք անում։
Այնտեղ էլ մարդ է ուղարկել, գալիս է այստեղ, հիմա որ ասենք մեկը հարցնի Նիկոլին ասի, բայց Ալիև Արևմտյան Ադրբեջանը դեռ շեշտում պետք է ասի, դուք դրա բանավոր խոսքին մի նայեք։ Տես բան է, դելեգացիան գնաց եկավ, ասում է մենք պայմանավորել ենք, որ մեզ ասել են, հիմա դու դելեգացիային եք վստահում, թե չգիտեմ ես իմ կարող ասի, չէ՞։ Մեկ ասում է, չէ, բանավոր խոսքին ուշադրություն մի դարձրեք, բան։ Դե որ բանավոր խոսքին ուշադրություն չես դարձնում, երբ որ քեզ Ծիծեռնակաբերդում ցեղասպան Դավաճան են անվանել, ինչ ես մարդու վրա քրեական գործ բացել։ Հա՞։ Ինչ ես մարդու վրա, որ Ծիծեռնակաբերդում քո կնոջ ներկայությամբ կինը դել չի երևի։ Որ ասել են Նիկոլ ցեղասպան։ Բևերի ժողովուրդ որ ասել են, ինչ ես քրեական գործ, բանավոր խոսք է էլի։ Ուրեմն Ժորժ ջան, մենք հասկանում ենք մի բան, որ սրանք ամենքը բոլորը ռուս-թուրքական ծրագրով սինխրոն իրար հետ աշխատելով, թուլացնելով գնում են առաջ։ Սեպսս դրել են նախկին ու ներկա իրար հետ, մեկը թուլացնում տեղ է բացում, մեկը հետևից խփում է։ Թուլացնում տեղ է բացում, հետևից խփում է։ Սփյուռքին էլ փորձում են չեզոքացնել, եկեղեցուն չեզոքացնել, եկեղեցին կտոր անել։ Խորհրդային Հայաստանի սահմաններից ներս կա եկեղեցի, դա այնց անեն իրենք կառավարեն, նրանից դուրս ոչ մեկի հետ գործ չունեք։ Այնինչ համայն հայությունը հզոր է հենց համայն հայության ջանքերով Հայաստանը։ Եթե խորհրդային քաղաքացուն բոլշևիկները կրթել էին այլ կերպ, երբ որ Արցախյան շարժումը սկսվեց, ինչպեսի մեծանուն հայ զավակներ, ովքեր ազատության մեջ էին ապրել, խորհրդային Հայաստանի մաս չէին, Տալինի Մոնթեն, Ժիրայր Սեֆիլյանը, Մեգելը, մյուսը, նրանք եկան եւ այդ ազատության գաղափարը իրանց հետ բերեցին, չէ՞։ Հիմա այդ որ Էրդողանն ասում է, Սփյուռքը չարիք է, եկեղեցին չարիք է, դրա համար էին կան հանգստանում։ Եվ Նիկոլը սկսել է Էրդողանի չարիքների դեմ պայքարել։ Առաջ կար համահայկական խաղ, համահայկական էս ինչ համահայկական, էլի չկա ոչ մի համահայկական ոչինչ չպետք է լինի, բայց Թուրան պետք է լինի։ Թուրք հայալեզու 6-7 պետությունները պետք է միավորվեն։ Դրա համար Նիկոլը ջանք է թափում, բայց համայն հայկական չպետք է լինի։ Տարօրինակ է, չէ՞։ Հասկանում եք, չէ՞ ինչ է տեղի ունենում։ Մի փոքր անդրադարձ Ուկրաինայի։ Ուրեմն ես իմ նախորդ եթերում ասացի, որ Եվրոպան դեռ իր խոսքը չի ասել եւ ռուսահպատակները, ովքեր ընդունում են Պուտինի թեզը, որ Արցախը դա Ադրբեջան է, այդ մարդիկ լինի հանրապետական, դաշնակ, չգիտեմ, մարգավաճ, չգիտեմ ես ինչ, ես ոնց, ես ինչի ուրախացել են, չգիտեմ, ինչ պետք է աներ իրենց Պուտինը։ Բայց տեսակ չէ, որ չի կարող ժողովրդավար Ամերիկան, դա Պուտինին փորձեցին, ստուգեցին, ժամանակ տվեցին, որ ինքը հերթական սխալները թույլ տա։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ թե Թրամփը, նման որոշում կայացնի, որ բռնապետի արարքները օրինականացնի, Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի աչքին կընկնի։ Ինքը չի էլ կոչվի ազատ ժողովրդավար պետություն։ Եվ նաև հաշվի առնենք Եվրոպան, որն արդեն սկսել է ինքնուրույն մտածել։ Այնպես որ պատերազմը շարունակվում է, Ռուսաստանի քայքայում թուլացումը շարունակվում է։ Դա նշանակում է, որ թուրքերը անդեր են մնալու։ Դա նշանակում է, որ շատ լավ բաներ կարող են լինել, եթե մենք շատ շուտ ազատվենք թրքաբոլշևիկներից, Լևոնից մինչև Նիկոլ։ Բնակ խաղաղություն։